խոսքս, այլ կփորձեմ ձեզ այդ երկխոսության միջոցով ներկայացնել այն արված գործերը, որոնք իրականացրել են Կենտրոնական բանկում 2020 թվականից սկսած եւ մի քիչ առաջ նայելով կփորձեմ ներկայացնել, թե ինչ պլաններ ունենք ապագայի հետ կապված, քանի որ պլանների նաեւ զգալի մասը օրենսդրական մեծ փաթեթների մասով կապված են ազգային ժողովի մեր գործընկերների հետ համատեղ ներկայացվելիք օրենսդրական փոփոխությունների հետ։ Առաջինը, ինչը կուզեի շեշտադրել մինչև բուն ելույթը սկսելը, դա իմ խորին համոզմունքն է, որ մակրոտնտեսական կայունությունը այլընտրանք չունի։ Այսինքն մակրոտնտեսական կայունությունը ես ոչ թե դիտում եմ լոկ որպես ինքնին երևույթ, այլ ինքը ես կարծում եմ, որ մեր հասարակության ֆունդամենտալ զարգացման նախապայմաններից մեկն է։ Ուստի մեր նախորդ տարիների ջանքերը գերազանցապես նպատակադրված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը։ Ուզում եմ բոլորիս հիշեցնել ու երևի մի պահ հետ տանել 2020 թվական, այն պահը, երբ ես ստանձնեցի կենտրոնական նախագահի պաշտոնը, դա հունիս ամիսն էր, մենք գտնվում էինք կովիդի համաճարակի կիզակետում։ Սեպտեմբերին սկսվեց պատերազմը եւ երկիրը ըստ էության գտնվում էր շատ ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում ու կենտրոնական բանկի ու մեր թիմի առջև երևի թե ամենամեծ գերնպատակը դա կայունության ապահովումն էր, որի ներքո մենք արեցինք մի քանի կարևորագույն քայլ քաղաքականության տեսանկյունից, որն էլ հետագայում մեզ բերեց այն մտքին, որ մենք քաղաքականության շրջանակը policy framework կոչեցյալը պիտի փոխենք։ Առաջին ամենակարևորը նա էր, որ մենք ի տարբերություն շատ կենտրոնական բանկերի մտածում էինք, որ օժանդակության ծրագրերը եւ ստեղծված իրավիճակը աներկբա բերելու են գնաճի։ Ու մենք 2020 թվականի դեկտեմբեր ամսին պրիվենտիվ, այսինքն նախորոք տոկոսադրույքը բարձրացրեցինք այն ի տարբերություն շատ կենտրոնական բանկերի, ովքեր որ մտածում էին, որ գնաճը դա առաջարկի կողմից եկող ֆենոմեն է ու մի տարի հետո դա չի լինելու, պարզվեց, որ հիմնական խնդիրը պահանջարկներ ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում ուզում եմ հիշեցնեմ, որ մինչև հիմա թերևս գնաճի թիրախին չեն հասել։ Մենք տոկոսադրույքը բարձրացրեցինք ու 21 թվականի վերջում արդեն 22-ի սկզբին հունվար ամսին շատ մոտ էինք թիրախին 4%-ին, բայց սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը 22-ի փետրվարին ու գնաճը նորից գնաց վերև, որովհետև բոլորը հիշում եք, թե ինչ ներհոսք եղավ մարդկանց կապիտալի եւ ֆինանսական միջոցների դեպի Հայաստան, այսինքն արտաքին պահանջարկի ընդհանուր իրավիճակը եւս մեկ բարդություն ստեղծեց մեզ համար։ Երկրորդ խնդիրը, ու մենք 23-ին բնականաբար տոկոսադրույքը նորից բարձրացրեցինք, 23-ին գնաճը իջավ թիրախից ներքև ու մենք հետևողականորեն սկսեցինք տոկոսադրույքը նվազեցնել, 2 տարի անընդմեջ թիրախից ներքև գտնվեցինք, հիմա եւս մտնում ենք նոր ակնկալվող ճգնաժամային փուլ, որովհետեւ շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի Ամերիկա-Իսրայել-Իրան հակամարտության արդյունքները։ Ինչ վերաբերվում է մյուս առանցքային փոփոխությանը, որը որ մենք իրականացրեցինք, ես ձեզ փաստաթուղթ եմ ներկայացրել, կխնդրեմ նայեք այդ փաստաթուղթի 3-րդ էջը։ 3-րդ էջում պատկերված է կենտրոնական բանկի միջամտությունը արտարժութային շուկայում տարբեր ճգնաժամերի ընթացքում ու կենտրոնական բանկի պահուստների միջոցով կայունացման գործողությունների իրականացմանը։ Դուք տեսնում եք, որ մենք 2008-2009 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամի ընթացքում դրամի փոխարժեքը որոշակիորեն զսպելու համար օգտագործել ենք մեր պահուստների 30%-ը։ 2014-15 թվականի ռուսական ճգնաժամի ընթացքում մենք օգտագործել ենք մեր պահուստների մոտ 44%-ը։ Այս ճգնաժամերը հա, այսինքն մենք վաճառել ենք պահուստներ, որպեսզի փոխարժեքը պահենք կամ կայուն պահենք կամ չթողենք, որ էապես արժի զրկվի։ Ու այս շոկերը մանավանդ 14-15-ը իր մեծությամբ շատ ավելի փոքր էր, քան այն ինչ ունեինք մենք 20 թվականին։ Բայց 20 թվականին մենք ստրատեգիկ որոշում կայացրեցինք, որ այսուհետ փոխարժեքը ոչ թե լինելու է շոկի ամպլիֆիկացիայի գործիք, այլ ինքը լինելու է գործիք, որը շոկը կլանելու է։ Այսինքն եթե մեր քաղաքացիները վստահում են մեր քաղաքականությանը, կենտրոնական բանկի, ուրեմն փոխարժեքի քաղաքականության միջոցով
մենք պիտի շոկերը զսպենք, այլ ոչ թե ամպլիֆիկացնենք։ Ու 20 թվականին մենք ընդհանրապես օգտագործել ենք մեր պաուսների 15%-ը, որից հետո պաուսները ըստ էության անշեղորեն աճել են, այնտեղ մի էպիզոդ ունենք 23-24-ին որոշակի նվազում կա, բայց դա ավտոնոմ գործոն է, որը չի ուզենա հնչեցնել ստեղ։ Ամեն դեպքում այս պայդրությամբ մեր պաուսները գտնվում են մոտարապես 5.5 միլիարդ դոլար մակարդակի վրա։ Բայց ոչ թե այդքան պաուսների մակարդակն է կարևոր, այլ այն քայլը, որ մենք չվախեցանք ու 20 թվականի ամենաբարդ իրավիճակում թողեցինք, որ փոխարժեքը լողա ու արժեզրկվի ու կլանի այդ պրոբլեմները, որի արդյունքում մենք պաուսները խնայեցինք եւ 21 թվականի հունվար ամսին հնարավորություն ստեղծեցինք Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոբոնդի թողարկման, որը տեղաբաշխեցինք միջազգային շուկաներում, եթե հիշողությունս չի դավաճանում, 3.18% եկամտաբերությամբ։ Այսինքն սա ցույց է տալիս, որ մեր քաղաքականությունը ճշգրիտ էր ու խոհեմ, ու բավականին քննադատության միջով ենք անցել այդ ընթացքում, որովհետև մեզ անընդհատ քննադատում էին, ասում էին փոխարժեքը չի կարելի բաց թողնել, վտանգավոր է եւ այլն, դա կարաբերի անցանկալի հետևանքների, բայց ես կարծում եմ, որ մեր որոշումը ճիշտ էր։ Մի բան, որը որ մեզ նաև հաջողվել է այս ընթացքում, դա պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա էական ազդեցություն ունենալն է։ Մեր քաղաքականության շնորհիվ այսօր Հայաստանի դրամով 10 տարանոց պետական պարտատոմսերը 8.8% են եկամտաբերությունը, այնինչ դրանք մի 3 տարի առաջ 12.2 էին, այսինքն մոտ 3.4% պետության համար պարտքի խնայման հնարավորություն ենք ստեղծել։ Բայց այս անորոշությունները մեզ մի բան սովորեցրեց, որ այն ֆրեյմվորքը, այն կառուցակարգը, որը մենք ունենք դրամարկային քաղաքականություն իրականացնելու համար, ինքը adekvat չէր ստեղծված մարտահրավերներին, ու մենք 21 թվականից սկսեցինք ռիսկերի վրա հիմնված խելամիտ դրամարկային քաղաքականության կառուցակարգի ներդրումը։ Այսօր այդ կառուցակարգը ամբողջությամբ ներդրված է, Տիկին Վարդան ձեզ ներկայացրել եմ մեր վերջին 2 հրապարակումները, գործընկերներին էլ կարող եք տալ։ Ամեն նիստից հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը երևի բացառիկ կենտրոնական բանկ է այդ առումով, որտեղ ամեն տոկոսադրույքի որոշումից հետո կենտրոնական բանկը նույն օրը 2 լեզվով հրապարակում է թափանցիկության զեկույցը, որտեղ նշվում է, թե ինչ ենք մենք քննարկել նիստի ընթացքում, անվանական, այսինքն նշվում է, թե ով ինչա խոսել նույնիսկ մտքերի մակարդակով, նշվում է, թե ով ոնց է քվեարկել տոկոսադրույքի որոշման ընթացքում, եւ ես տալիս եմ նաեւ պրես-կոնֆերանս տարին 8 անգամ ամեն տոկոսադրույքի նիստի որոշումից հետո, որը կարծում եմ թափանցիկության ոսկի ստանդարտն է այսօր աշխարհում։ Շատ Չէ, մենք այս նոր ենք արել, 24 թվականից ինքը սկսեց հրապարակվել։ Այսօր կենտրոնական բանկի կողմից չեմ վախենա ասել, որ համարվում է կենտրոնական բանկինգի կամ դրամարկային քաղաքականության իրականացման ոսկի ստանդարտ։ Այսինքն շատ կենտրոնական բանկեր այսօր ձգտում են անել այն, ինչը մենք արդեն մեր մոտ ունենք։ Ինչ վերաբերվում է մեր երկրորդ մանդատին, որը ոչ պակաս կարևոր եւ ոչ պակաս մարտահրավերներով լի է եղել, դա ֆինանսական կայունությունն է։ Այսինքն նույն 20 թվականին, երբ որ տնտեսությունը նվազեց 7%-ին մոտ թվով, մենք ունեցանք վարկեր հնայի բավականին մեծ ճեղք, այսինքն վարկերը մնացել էին վերևում, չաշխատող վարկեր կային շատ մեծ համակարգում կովիդով եւ պատերազմով պայմանավորված ու կար հնայի անկում։ Մենք այդտեղ փորձեցինք համակարգի ու կառավարության հետ համատեղ այդ ծրագրերի միջոցով որոշակի մեղմենք այդ process-ները, մինչև կարողանանք բուֆերներ ձևավորենք, որպեսզի դիմակայենք ապագա եկող մարտահրավերներին։ Այսինքն ֆինանսական կայունության տեսանկյունից ես ու իմ թիմը էլի հակված ենք նրան, որ կոնսերվատիվ բուֆերների վրա կառուցված նոր քաղաքականությունը շատ կարևոր էր, ու մենք մտցրեցինք մի բան, որը կոչվում է counter-cyclical capital buffer, այսինքն կապիտալի հակացիկլիկ բուֆեր։ Ու ժամանակին հակացիկլիկ բուֆերը կար 0% մակարդակի վրա, մենք կասեցինք, որ նեյտրալ մակարդակը կապիտալի հակացիկլիկ բուֆերի 150%-ն է։ Այդ նշանակում է, որ բանկերի սեփականատերերը իրենց սեփական կապիտալով պետք է մասնակցեն բիզնեսին, ներդնելով իրենց հավելյալ միջոցները։ Մենք այդ բուֆերը հետո բարձրացրեցինք եւս 25 բազիսային կետով, այս պայդրության բուֆերի կազմը 175 բազիսային կետ կամ համարժեք 180 միլիարդ
դրամ հավելյալ գումար։ Իրացվելիության տեսանկյունից բանկային համակարգը այսօր շատ լավ վիճակում է, որովհետև 2 տրիլիոն դրամին համարժեք դրամային բուֆերներ ունենք, 790 միլիարդ դրամին համարժեք արտարժութային բուֆերներ ունենք, այսինքն իրացվելիության շոկի պարագայում մենք կարողանանք դիմակայել, իհարկե կախված շոկի մասշտաբից, որովհետև այս անորոշությունը շատ մեծ է, բայց այնուամենայնիվ դրան զուգընթաց մենք չենք ունեցել վարկային պորտֆելի որակի թարացում, այսինքն 1,3% ոչ չաշխատող վարկերի տեսակարար կշիռնա։ Այս պայդրությամբ, եթե թվերով ասեմ, մենք մոտարապես ակտիվները բանկային համակարգի հնայի 110%-ն է, վարկային պորտֆելը մոտարապես 64%-ն է հնայի։ Ու ամփոփելով այս մակրոտնտեսական կայունության թեզու կարևորությունը եւս մեկ անգամ շեշտադրելով, ես կարծում եմ, որ մենք ստեղծել ենք բավարար թե գիտական, թե մոտեցումների, թե քաղաքականության հենք, որը մեզ թույլ կտա ապագայում եւս այն մեծ շոկերը, որը որ մենք ակնկալում ենք, որ ունենալու ենք, որոշակիորեն դրանց խելամտորեն արձագանքել։ Հիմա ինչ վերաբերում է ֆինանսական համակարգի կարգավորմանը, ես ուզում եմ այստեղ մի հատ կարևոր շեշտադրում անել։ Մենք այս կարգավորումները իրականացնում ենք ունենալով մեկ նպատակ։ Դա մեր ավանդատուների կամ ապահովադիրների շահերի հնարավոր պաշտպանության մոտեցումն է։ Այսինքն մենք պիտի համոզված լինենք, որ այն մարդը, որ վստահել է բանկային համակարգին ու ներադրել ավանդ, այդ ավանդի հետ որևէ բան տեղի չի ունենալու։ Այսինքն մեր կարգավորումները, որոնք մենք իրականացնում ենք, միտված է այդ տիպի քաղաքականությանը։ Խորհրդակցում ենք ու աշխատում ենք աշխարհի առաջատար ինստիտուտների հետ, այսինքն Բազելյան կոմիտեի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի գործընկերների հետ, այդ ապագային միտված ռիսկերի վրա հիմնված քաղաքականություն որդեգրելու համար։ Հիմա մի քիչ փոքրության բացեմ ինչի նկատի ունեմ ռիսկերի վրա հիմնված, որպեսզի ձեզ էլ բարձ լինի ու ասեմ այն օրենսդրական փաթեթը, որ մենք փորձելու ենք նախաձեռնենք, որովհետև այդտեղ մեծ աշխատանք ունենք համատեղ անելու։ Ժամանակին, երբ որ կենտրոնական բանկը միջամտում էր իր վերահսկողական կամ կարգավորման գործիքներով, պարադիգման հետևյալն էր. բանկը գործում էր ինչ-որ կարգավորման դաշտում, բանկը թույլ էր տալիս խախտում, կենտրոնական բանկը արձանագրում էր այդ խախտումը, անում էր ինչ-որ գործողություններ, խախտումը շտկելու ուղղությամբ, post factum։ Հիմա, քանի որ աշխարհում ու մեզ մոտ էլ վերահսկողական ռեսուրսը բավականին փոքր է, ու մենք պիտի կենտրոնանանք ամենակարևորագույն խնդիրների վրա, դրա համար մենք երկու նորամուծություն ենք անում, ասում ենք սանդղակ ենք սահմանում, այսպես կոչված ավելի ռիսկային տիպի ինստիտուտների, օրինակ սիստեմիկ բանկեր ամենառիսկային ինստիտուտները եւ փոխանակման կետեր ոչ ռիսկային ինստիտուտներ, որոնց վերաբերյալ մեր ռեսուրսը համամասնորեն ենք բաշխում։ Ավելի մեծ ռեսուրս կենտրոնացնում ենք այն ինստիտուտների վրա, որոնք սիստեմի տեսանկյունից ավելի կարևոր են։ Երկրորդ բանը, ինչ անում ենք, դա պրևենտիվ քաղաքականությունն է, այսինքն կանխարգելիչ։ Մենք բացի այդ, որ հաշվետվություններն է, մենք ներենք մուծում SREP գործիքակազմ, որը կոչվում է Supervisory Review and Evaluation Process, Supervisory Review and Evaluation Process, որը համակարգ է, SREP, որը փոխարինում է ժամանակակից աշխարհում նախկինում կհիշեք Կանխաչտրան Camels-ին։ Ոստեղ մենք ունենք մոտեցում, որով մենք նայում ենք բանկի բիզնես մոդելը, մենք նայում ենք բանկի կառավարման որակը, մենք նայում ենք բանկի բոլոր ռիսկերը, այսինքն շուկայական, գործառնական, իրացվելիության, այդ բոլորի համար ստանում ենք գնահատականներ, ու այդ ստացած գնահատականի հիման վրա մենք մինչև խախտման որևէ դեպք նույնիսկ արձանագրելը բանկին կարող ենք ասել հավելյալ կապիտալ պիտի պահես, որպեսզի ապագայում դու կարողանաս համարժեք դիմակայես այն ռիսկերին, որը գալու է։ Ու դրա համար մենք էական փոփոխություններ պիտի իրականացնենք, որ այդ իմ ասած Pillar 2 համակարգը աշխատի։ Այդտեղ պետք է փոխվի կենտրոնական բանկի մասին օրենքը, կենտրոնական բանկին պիտի տրվեն այդ լիազորությունները կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համար, այդ բնականաբար պատրաստ հենց եղավ արդեն ձեզ հետ դրա վերաբերյալ դիալոգ կունենանք, հիմա այս բանի մշակման փուլում է։ Ինչ վերաբերում է ֆինանսական համակարգի նորարարությանը, կենտրոնական բանկը բնականաբար այս վերջին տարիներին ինչ-որ քայլեր արել է, բայց ես կարծում եմ, որ այս մոտակա առաջիկա 6 տարիների ընթացքում մենք պիտի շատ ավելի շատ ջանք տնենք
նորարարության վրա, ֆինանսական համակարգի սպառողամետ լինելու վրա, որտեղ հիմա արդեն ֆունդամենտալ հարցեր կային, որը որ լուծված է կայունության տեսանկյունից, հիմա արդեն ժամանակն է ըստ էության անդրադառնալ նորարարությանը։ Ուտեղ երկու առանցքային բան, որը էլի օրենսդրության հետ կապված է լինելու, ես կարծում եմ, եթե մենք այդ երկու բանը կարողանանք անել, ես շատ ուրախ կլինեմ, կարծում եմ շատ մեծ ծառայություն մատուցած կլինենք մեր հասարակությանը։ Մենք սկզբից բոլորս երևի այդ մտայնության մեջ էինք, որ մասնակիցների թվերը աճացնելով շուկայում մենք կարող ենք ինչ-որ մրցակցության խնդիր լուծենք, այսինքն թե բանկերի թիվը լինի ոչ թե 17, այլ 27, դեռ մրցակցություն կլինի, կյանքը ցույց տվեց, որ այդպես չի։ Ուստի մենք համակարգի հետ մեր դիալոգի ընթացքում որոշեցինք, որ բանկերի հետ պիտի մրցակցեն ավելի նորարարական ինստիտուտներ, օրինակ ներդրումային ֆոնդ, որը որ ուզում են վերափոխվի։ Դրա համար մի հատ լավ գաղափար ունենք, որը մեր ժարգոնով կամ մեր լեքսիկոնով անվանում ենք Lego լիցենզիայի հնարավորություն, այսինքն եթե կա ֆինանսական ինստիտուտ, որը ուզում է վերցնել ավելի փոքր փաթեթով ֆինանսական ծառայություններ մատուցելու պատասխանատվություն, ավելի փոքր կապիտալի պայմաններում, բայց կարա մրցակցի այն խաղացողների հետ, ովքեր այսօր դոմինանտ են, մենք իրանց այդ հնարավորությունը ուզում ենք ընձեռենք։ Այս պայդրությամբ նախնական քննարկում ենք ավելի շատ ներդրումային բանկի եւ թվային բանկի լիցենզիայի հնարավորությունը, բայց բնականաբար այդ հնարավորությունը ֆիքսված չի լինելու։ Հետո եթե օրինակ այդ ինստիտուտը իր զարգացման որոշակի փուլում կորոշի, որ ինքը նաեւ պիտի վերցնի մանրածախ ավանդներ, ինքը գումարը կավելացնի կապիտալի ու անցում կանի այդտեղ։ Մեր պատկերացմամբ, եթե մենք սա կարողանանք իրագործել առաջիկա տարիների ընթացքում, սա էապես կփոխի երկնապնակը այն իրավիճակը, որը որ մենք ունենք այսօրվա ֆինանսական համակարգում։ Երկրորդը դա բաց բանկային համակարգի ներդրումն է, այսպես կոչված open banking-ը։ Open banking-ի հիմնական առանցքային միտքը այն է, որ տվյալների սեփականատերը մարդն է, ոչ թե բանկը կամ ֆինանսական կազմակերպությունը։ Ուստի մարդը կարող է շատ ազատ այս open banking համակարգի բաց API-ների շղթայի միջոցով իր տվյալները մեկից տեղափոխի մյուսին անխոչնդոտ, ինչը թույլ կտա իրան անցնցում առանց մեծ կորուստների տեղափոխվել ու ստանալ ավելի որակյալ ծառայություններ այն ինստիտուտից, որը դա ամենալավն է առաջարկում շուկայում։ Այդ թվում ներողություն, բայց այդ թվում օրինակ վարկային միջոցները կարող է տեղափոխել նույնիսկ այն պարագայում, եթե գրավ կա տակը։ Հա, գրավի հարցը իհարկե ուրիշ հարց է, ուրիշ տիրույթ է, ուզում ասել, եթե այդ անխոչնդոտը պետք է ենթադրի, որ այդ համակարգը որ ձեր ինֆորմացիան ոչ թե դուք գնալու եք Արջին բանկից կամ չգիտեմ Ալբա բանկից վերցնեք այդ ինֆորմացիան մտածեք ում տակ, որ իրանք դուք տեսնելու եք բոլորի հնարավորությունները, դուք ասելու եք API-ով Ալբա բանկին հնարավորություն եք տալու կպնի Արջին բանկից այդ միջոցները տեղափոխեք։ Ինչը եւս շատ էական փոփոխություն կանի, այսինքն մենք այդտեղ անգլերեն ասած այդ bargaining power, բանակցային ուժը մարդու ի համեմատ ֆինանսական ինստիտուտի մեծացնելու ենք էապես։ Այսինքն եթե ինձ հարցնեն օրինակ առաջնահերթությունների տեսանկյունից ֆինանսական համակարգի զարգացման, որ երկու առաջնահերթությունը կանեք կկենտրոնանանք դրա վրա, ես կնշեմ հենց այդ երկուսը։ Վճարային համակարգերի մասով որոշակի բան արել ենք, դա բայց ամեն դեպքում շատ կարևոր է, որպեսզի կենտրոնական բանկի մեծածախ վճարային համակարգ, այսինքն բանկ, կենտրոնական բանկ, անխոչնդոտ ու առանց հերթերի իրական ժամանակում իրականացվող համակարգը լավը լինի, որակովը լինի, այդ RTGS կոչեցյալն է, մենք հիմա աշխատում ենք դրա լավարկման վրա, մոտակա 2 տարում դա հուսամ կավարտենք, արկան ենք որոշակիորեն վերափոխել, գիտեք, որ արկափեյը մտավ, անընդհատ ես որ գալիս էի պարլամենտ սրանից 2 տարի առաջ բողոքներ կային, որ պարոն Խաչատրյանի հաշվից Տիկին Մանավազյանին փոխանցումը գնում է մեծ բաներով, միջնորդավճարներով, երկար ժամանակ, այո, այս պայդրությամբ 10 առևտրային բանկ եւ 1 վճարահաշվարկային կազմակերպություն արկափեյի միջոցով հաշիվների միջև փոփոխությունները, փոխանցումները անում են 0 դրամ բանով կոմիսիվ։
Այս արդեն գործում է ահագին ժամանակ, եթե ես չեմ սխալվում, տարուց ավել է։ Մենք այդ արեցինք 24-ի նոյեմբերին, ուղղակի գնալով այդ ինստիտուտների թիվը, որոնք միանում են այդ համակարգին, մեծանում է։ Այսինքն այս մի հարցը կարանք համարենք էականորեն լուծված։ Հիմա այդտեղ QR-ի հետ որոշակի զարգացումներ ունենք, միասնական QR-ի ներդրումն է։ Տեսնենք ոնց կգնա առաջ, որտեղ մենք մի հատ գործողություն իրականացրեցինք, որը վերաբերում է պոստտերմինալների վճարումների սահմանափակմանը, այդտեղ մի կողմից դրական արձագանք եղավ, բայց մյուս կողմից QR-ի վերաբերյալ մենք ունենք նորարարության որոշակի զսպում, որտեղ այդ գներով, այդ ծավալով QR-ը չի կարող աշխատել։ Հիմա պիտի հասկանանք ոնց խելամիտ անենք։ Խնդրեմ։ Պարոն Գալստյան, կներեք էլի ընդհանրապես այս QR-ի մասով ես եթե ճիշտ եմ հասկացել, այսինքն հնարավոր է ստեղծել վճարային համակարգ, որը որ բացարձակապես անվճար կանի միջնորդավճարի մասով քաղաքացու համար կստացվի դա անվճար իր Հիմա քարտային վճարումն էլ է անվճար քաղաքացու համար, բայց մերճենտները, այդ առևտրականները իրանք որոշակի գումար այսինքն տնտեսվարողի համար է լինելու անվճար այդ թվում։ QR-ով լինելու է վճար, բայց մենք սպասում ենք, որ ինքը ավելի ցածր կլինի, քան քարտայինը, որովհետև ինքը քարտային համակարգը ստեղծան շրջանցում է, բայց հիմա քարտային համակարգը, որ որոշակիորեն սահմանափակեցինք, այդ 0509-ը QR-ը հիմա պետք է հասկանանք որտեղ են տեղավորվում, որտեղ։ Բայց եթե կներեք, եթե այդ սահմանափակումը բերել է եւ դրական եւ բացասական արձագանքների, միգուցե արժի QR-ը ամեն դեպքում ներդնել, որպեսզի մենք չունենանք այսպես QR մշակողներից եւ QR հիմնական աշխատողներից ունենք բացասական արձագանք, որտեղ իրանք էական գումարներ էին ներդրել սիստեմի մեջ, բայց այն սակագներով, որը որ մենք հիմա շուկայում ֆիքսել ենք, իրանց բիզնես մոդելը որոշակիորեն խնդիր ունի։ Հաշվի առնելով մեր այսպես ասած քաղաքացիների սպասումները, գուցե այս բանի լուծումը դա է եղել, բայց դա չի նշանակում երկարաժամկետում։ Համամիտ եմ, այսինքն ես դրա համար իրան նշեցի որպես պոտենցիալ հնարավոր զարգացման ուղի, մենք իրա վրա աշխատելու ենք, այսինքն տեսնենք ոնց ենք խելամիտ համադրում, որտեվ Տիկին Վարդան ճիշտ եք նշում, այդ շատ կարևոր բան է, էլի։ Այսինքն մի կողմ ինքը միշտ դիլեմայի մեջ է։ Դու մի կողմից պետք է նայես հարմարավետությունը, մյուս կողմից ծախսատարությունը, մյուս կողմից անվտանգությունը։ Այսինքն այդ եռանկյունին միշտ պիտի աշխատի ու դու միշտ պիտի օպտիմիզացնես ու ժամանակի ինչ որ պահերի մի անկյունը կարող ավելի կարևոր լինի, քան մյուսները, բայց իրանք քանի որ փոխկապակցված են, մեկը փոխազդում է մյուսի վրա։ Այսինքն քաղաքականության խելամտությունը հենց այդ երեք կողմերի ճիշտ բալանս գտնելն է։ Մյուս բանը, ինչի մասին կուզեի խոսել, բոլորը քաջատեղյակ եք, դուք եք օրենքը ընդունել, մեր խնդրանքով, մեր առաջարկով, դա կրիպտոակտիվների թեման է։ Մենք հիմա ունենք էտալոնային ըստ էության Եվրոմիության ստանդարտին համապատասխան օրենսդրություն, մի քայլ առաջ ենք ուզում անել, դա stable coin-ներն են, այսինքն ակտիվին կցված թոքենների օրենսդրության մշակումն է, ինչը թույլ կտա ըստ էության ներդնել դրամին կցված stable coin-ների որպես վճարում կատարելու ժամանակակից միջոց։ Այսինքն այդ USDT կոչեցյալները, որ աշխարհում կան, դրա էկվիվալենտ ուզում ենք օրենսդրությամբ ստեղծենք Հայաստանում հայկական դրամով, հայկական դրամի հիմքի, այո։ Այսինքն մենք ունենանք դրամի էլեկտրոնային մասնավոր փող, որը հիմքում կունենա դրամը, կրիպտո դրամ կլինի։ Այո, նու կրիպտո դրամը չի լինի, որտեղ կրիպտո դրամը դրամին կապված կենտրոնական բանկի թվային արժույթն է մի տարբերակով, մյուսը դա մասնավոր է որպես կանոն լինում, բայց այդտեղ փորձելու ենք նենց անենք, որ միջազգային հեղինակավոր խաղացող ունենանք շուկայում, որ այդ ծառայությունները մատուցի։ Իսկ դրանով ներողությամբ խնդրում բնականաբար ավելի հեռու բանա, հեռանկարում երևացող բանա, բայց դրանով նույնիսկ հնարավոր կլինի վճարում անել։ Վճարում անել նկատի ունեմ հնարավոր է ընդունել տարբերակ, ինքը հիմնականում որպես կանոն օգտագործվում է որպես փոխանցումների համար հարմար լավ գործիք։ Ու այդ փոխանցումները կարող լինեն ոչ միայն Հայաստանում, ներսում ռեզիդենտների միջև, այլ մենք այն օրը մի հատ գործընկերոջ հետ վիդեո քոլ ունեինք, խոսում էինք հնարավորության մասին, որ օրինակ Ամերիկայի հայերը գումար ստեղ փոխանցելու ընթացքում այդ stable coin-ների մեխանիզմից որոշակիորեն օգտվեն։ Երրորդը երևի թե նորարարության մասով, որը որ էլի կարևոր առանցքային երևի թե համ ունենք ձեռք բերում, համ էլ շարունակաբար դրա վրա աշխատելու ենք, դա կյանքի ապահովագրության ինստիտուտի ներդրումն է,
որտեղ գիտեք, որ կյանքի ապահովագրության ինստիտուտը անկարգելիորեն կապված է մեր կենսաթոշակային համակարգի հետ։ Մեզ այս տարի հաջողվեց ավստրիական Grave Group-ին բերել Հայաստան։ Grave Group-ը ձեռք բերեց Liga Insurance-ի 100% բաժնե տոմսերի։ Grave-ն 100-ամյակից ավել պատմություն ունի կյանքի ապահովագրության ոլորտում, ու մենք համոզված ենք, որ այս տիպի բարձր ռեպուտացիա ունեցող ընկերությունների մուտքը հայկական շուկա ինքը հենց այդ կյանքի ապահովագրության ոլորտի հիմնական շարժիչներից մեկն է լինելու։ Եվ երկու բան եւս եւ հետո արդեն հարցեր։ Մեկը թվային տնտեսության հետ կապված մեր այն ինչ որ մենք արել ենք դա է, այսինքն դες ուղղակի պատմությունը հիշեցնեմ նաեւ սկզբից բանավեճ կար թե այդ իդենտիֆիկացիան մարդկանց նույնականացումը ոնց պիտի արվեր ու կային երկրներ, որոնք որ նույնականացումը ըստ էության սեգմենտային էին, ֆինանսական համակարգ իրար նույնականացման մեխանիզմ ուներ, տարբեր ինստիտուտներ իրանց մենք որոշեցինք ու այդ առաջարկով կառավարությանը դիմեցինք, որ եկեք երկրում միասնական նույնականացման համակարգ տնենք, որը մեզ թույլ կտա, իհարկե բանկային համակարգը լինելով առաջամարտիկ, որտեղ ամենաշատը ինքնաշփվում մարդկանց հետ։ Այդ մեզ ըստ էության հաջողվեց, ստեղծվեց գործակալությունը, որը այս վերջերս ես իմացա, որ տրվեց ստատուս ու ինքը ինձ թվում է շատ կարևորագույն ինստիտուտ է, որ շատ ուրախ եմ, որ կենտրոնական բանկը եղել է այդ ինստիտուտի կայացման ակունքներում, ու մենք օժանդակել ենք ինստիտուտի կայացմանը։ Եվ ամենակարևորներից մեկը թերևս ուզում եմ նշել, որ մենք արել ենք նաև կենտրոնական բանկի ներսի բարեփոխում, ինստիտուցիոնալ բարեփոխումներ IMF-ի եւ McKinsey-ի հետ միասին մեծ պրոյեկտ ենք արել, որը անվանում էինք ըստ էության կատարողականի գերազանցություն կամ execution excellence-ի պրոյեկտ։ Ես անձամբ մոտարապես 1.5 տարի շաբաթական 8 ժամ ծախսել եմ այս պրոյեկտի վրա։ Այս պրոյեկտի հիմնական միտքը այն էր, որ կենտրոնական բանկի ամեն աշխատող, մենք հարցում արեցինք սկզբից, ուզում էինք հասկանայինք այն մեծ մտքերը ու գաղափարները, որը որ մենք դրել ենք 2021 թվականին, արդյոք մարդիկ զգում են իրենց այդ մեծ գաղափարի մաս, ու իրանք հասկանում են, թե իրանց արած գործը ոնց է կպնում այդ մեծ գաղափարին, տեսանք, որ ըստ էության այդտեղ խնդիր ունենք։ Ու այդ բացահայտումը մեզ համար հենց առաջ բերեց այն միտքը, որ մենք ընդհանուր մենեջմենտի ու governance-ի խնդիրները պիտի կենտրոնական բանկում որոշակիորեն այլ դիտանկյունից նայենք։ Ես ուրախ եմ ասել, որ վերափոխման ծրագրի արդյունքում մենք դրական փոփոխություններ ունենք էական, օրինակ ուղղության մասով, որ մարդիկ ինչքան են իրանք զգում այդ ուղղության մաս, 47%-ներ մոտարապես զգում, որ ինքը իր ամենօրյա աշխատանքով նպաստում է դրա մեր փոփոխություններից հետո ու փոփոխությունները շատ են, էլի, այսինքն հարյուրավոր միկրո ու մեծ գործեր են արել։ Ես օրինակ տարեկան 4 անգամ առնվազն պատասխանում եմ կենտրոնական բանկի աշխատողների բոլոր հարցերին։ Ask the Governor պլատֆորմ ունենք, որ տալիս են ցանկացած հարց, որին ես պատասխանում եմ։ Մենք տարեկան մի քանի անգամ ամբողջ թիմով հավաքվում ենք, քննարկում ենք այն հարցերը, որը բանկի առաջ ծառացած են, ու բոլոր բաներով հաշվետվողականություն, արտաքին մեր փողները, առաջնորդումը, նորարարությունը, կարողությունները, այդ բոլորով մենք էական դրական տեղաշարժ ունենք, ու խոսքս ավարտելով ուղղակի կուզեի նշել, որ միակ գրավականը, որ ցանկացած ինստիտուտ ներառյալ կենտրոնական բանկը կարող է դիմակայել են արտաքին մարտահրավերներին, որոնք դեռ մենք բախվելու ենք դրանց հետ, ես դեռ կասկած չունեմ, դա որակյալ թիմ ու որակյալ մարդիկ ունենալն է։ Ու մենք ամեն ջանք անում ենք, որպեսզի մեր թիմը լինի լավագույնը, որտեղ մենք ուզում ենք, որ կենտրոնական բանկը լինի աշխարհի լավագույն կենտրոնական բանկերից մեկը, որտեղ նաև ուզում եմ ձեզ ազգային ժողովի մեր գործընկերներին շնորհակալություն հայտնել, որտեղ ամեն անգամ, երբ որ ես գալիս եմ բյուջեն ներկայացնելու, ձեզ ներկայացնում եմ մեր անելիքները ու ռեսուրսի կարիքը, դուք միշտ ականջալուր եք ու մեզ օժանդակում եք այդ հարցերում, շնորհակալություն, ես այստեղ ավարտեմ խոսքը։ Շնորհակալություն, պարոն Գալստյան, հիրավի շատ հետաքրքիր էր համապարփակ լսել այն բոլոր անելիքները, որոնք
եւ արվում են եւ մոտակա եւ հերու ապագայում ակնկալվում է անել կենտրոնական բանկի կողմից, ես իսկապես բարձր եմ գնահատում նաեւ որպես այս հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի եւ կենտրոնական բանկի միջև աշխատանքը եւ ձեր ներկայացրածնել ակնհայտ է, որ կարելի ասել կոնցեպտուալ առումով ինքը տրամաբանություն է փոխում ընդհանուր առմամբ մասնավորապես բանկային համակարգի եւ այդ թվում մնացած ոլորտների մասով։ Եթե գործընկերները հարցեր ունեն, ես խնդրեմ պարոն Խաչատրյան։ Պարոն Գարսյան, մի քանի հարց տամ, թե դեմ չեք։ Առաջինը վերաբերվում է ձեր նշած քաղաքականությանը COVID-ին նախորդող, որ մենք ակնկալում ենք, որ կբարձրանա սաղաճը եւ դրա համար բարձրացրեցինք տոկոսները, տնտեսությունը սառացրեցինք։ Այո, մենք ինֆլյացիոն մեծ հարված չունեցանք, բայց փոխարենը Հայաստանի տնտեսական անկումը համեմատած շատ այլ երկրների հետ, վստահ եմ, որ դուք դա արել եք, շատ ավելի մեծ է եղել, քան թե գլոբալ միջինը։ Հիմա կարող ենք իհարկե պատերազմի հետ կապել, բայց պատերազմը սկսում է, պետությունները սկսում են ավելի շատ ծախսել եւ դա տնտեսության վրա գոնե կարճաժամկետ կտրվածքով աճ է բերում, ռուսական քաղաքականությունը տեսնում ենք։ Հիմա արդյոք դուք գնահատել եք տոկոսների բարձրացումը, տնտեսության սառեցումը, ինչքանով է նպաստել այդ նվազման, որովհետեւ եթե 99 թվականը վերցնենք որպես 0 2000-2001 թվականներին, ինչ որ մենք կարծեմ 2002 թվականին նոր դուրս եկանք 99 թվականի մակարդակին։ Դա առաջի հարցը։ Երկրորդ հարցը վերաբերում է բանկային ծառայությունների ինֆլյացիային։ Այսինքն 24 ժամ չկա, ես բանկերից մեկից էլի email եմ ստացել, որ ծառայությունները բարձրանում են։ Ու իրանք փոխարեն ուզում են դա կոմպենսացնել ինչ որ մի ծառայության, չեմ ուզում կոնկրետ ասեմ, որ չիդենտիֆիկացվի, ինչ որ մի ծառայության սահմանաչափի մեծացման, բայց դա ասկամ վերցնում են այն ինչ որ ես ուզեմ, չուզեմ պետքա վճարեմ, թանկացնում են, բայց առաջարկում են մի բան, որը ես չգնամ այդ բանկում իր հաճախորդներից քանիսն է օգտվում այդ սահմանաչափը։ Ես խնդրեմ նշեք, դուք հաշվարկներ արել եք արդյոք թե բանկային ծառայությունների ինֆլյացիան ինչքան է կազմում։ Եվ երրորդ հարցը կապված, եկեք 4 հարց տամ, երրորդ հարցը կապված այս լիկվիդայնության հետ։ Այսինքն իրոք ունենք ահռելի լիկվիդայնություն, որը ցույց է տալիս, որ բանկերը փողը վերցնում են, բայց չեն կարողանում տեղաբաշխեն։ Եվ հիմա էլ տեղաբաշխված գումարների հետ կապված, այսքան բանկերը եւ ֆինանսական այլ կազմակերպություններ էապես ֆինանսավորում են սպառումը։ Տեսնում ենք, չէ՞, բուն տնտեսության, իրական տնտեսության ֆինանսավորման ծավալները համեմատած սպառման ֆինանսավորման հետ երևի կրկնակի ավելի քիչ են։ Այսինքն եթե նայենք 1/3 սպառողական վարկեր, 1/3 հիպոթեք, մնացածը չգիտեմ գյուղատնտեսական վարկեր եւ այլն, բայց բուն արդյունաբերության ֆինանսավորումը ելնի 2-3 անգամ ավելի քիչ է, քան սպառման ֆինանսավորումը։ Այդ հարցերի կարգավորման ինչ լուծումներ եք առաջարկում, շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար։ Գնաճի հետ կապված, պարոն Խաչատրյան, անկումը Հայաստանում եղել է 20 թվին։ Մենք տոկոսադրույքը սկսել ենք բարձրացնել 20 թվի դեկտեմբերին, այսինքն մեր տոկոսադրույքի բարձրացումը անկման վրա որևէ ազդեցություն չէր կարող ունենալ։ Մեր բարձրացումից հետո 21-ին, եթե ես չեմ սխալվում, մենք ունեցել ենք 7% տնտեսական աճ, 5.8 ներողություն, 5.8։ Հետո ունեցել ենք 12.6, հետո ունեցել ենք 22-ին, 21-ին ունեցել ենք 5.8, 22-ին ունեցել ենք 12.6, 23-ին ունեցել ենք 8 քանի, 7 քանի եւ 7 քանի։ Այսինքն մեր քաղաքականությունը հենց նպատակադրված է նրան, որ մենք մինիմալ ծախսերով անենք տնտեսության համար այդ, որտեղ մեր տոկոսադրույքի որոշման կարևոր կոմպոնենտներից մեկը դա պոտենցիալ հնայի եւ հնայի տարբերությունն է, ինչպես գիտեք Թեյլորի կանոնով։ Այսինքն մենք անընդհատ դրան նայում ենք։ Հենց որ ծախսերի տեսանկյունից ես կարծում եմ, որ շատ խելամիտ ենք եղել ու ավելի վատ է այն երկրների վիճակը, որոնք մինչև հիմա հələ թարգեթին չեն հասել քաղաքականության, երկիմաստության կամ բևեռացվածության պատճառով։
Ինչ վերաբերում է բանկային ծառայություններին, ես մեկ անգամ այդ հետազոտությունը, որ արել էինք, ընդհանուր ծառայությունների գնաճը Հայաստանում մոտարապես 30% էր, բանկային ծառայությունների գնաճը 7% էր։ Այսինքն այդ ներառում էր նաև բոլոր տիպի ծառայությունները ու բանկերին, բայց ես չեմ ասում 7% էր այդ ժամանակ, որ արել էինք, բայց ես 24-ի վերջն էր, եթե չեմ սխալվում։ Եթե իմ ներկայացրածի մեջ ես երկու բան ասացի կարևոր, որոնք որ վերաբերելու է մրցակցությանը։ Ու այդ երկրորդը, որը open banking-ի ներդրումն է, ես կարծում եմ այդ լինելու է game changer առանցքային փոփոխություն, որպեսզի դուք կախված չլինեք մի ինստիտուտից, այլ շատ հանգիստ կարողանաք ընտրել այն ինստիտուտը, որը տալիս է այդ ծառայության համար լավագույն գինը։ Ինչ վերաբերում է լիկվիդայնությանը ու տեղաբաշխմանը, բանկերի կողմից լիկվիդայնության պահելը բարձր մակարդակի վրա մի քանի բացատրող փոփոխական ունի իր մեջ, ու բացատրողներից երևի թե ամենակարևորը դա բանկային համակարգի արտահանելի դառնալն է։ Այսինքն բանկերը այսօր սպասարկում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին, այլ բանկերը սպասարկում են նաև ոչ ռեզիդենտների։ Ու շահույթի մի զգալի մասը գալիս է իրանց ոչ ռեզիդենտների հետ փոխհարաբերություններից։ Շատ մեծ մասը։ Այո, հիմա այդ ծառայությունները, որը որ մատուցվում է, այդ գումարները, որը որ գալիս են, ես կարծում եմ այդ գումարները ներդնել օրինակ երկարաժամկետ հիպոթեկային վարկերի մեջ, եթե դու չգիտես այդ քո մոտեղած գումարի ժամկետայնության թեները, էլի համոզված չես դրանում, դրա համար էլ երևի թե լիկվիդայնությունը այս մակարդակի վրա է։ Ու տեղաբաշխման տեսանկյունից դուք ասում եք սպառողական, հիպոթեկային, ճիշտ եք ասում, ես հիպոթեկային այդքան սպառողական չէի դիտարկի, որովհետև ինքը ներդրումային է իր էությամբ նաև, բայց ավելի կարևոր փոփոխություններ ունենք։ Մի քանի օր առաջ բանկերը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տվեցին մեծ սինդիկացված վարկ, $300 միլիոն վարկ, Firebird-ին։ Այսինքն, եթե կան իրական հատվածում մեծ պրոյեկտներ, այսօր բանկերը չափի ու կարողությունների շնորհիվ կարող են այդ տիպի պրոյեկտներ ֆինանսավորել։ Իսկ ավելի լավ պրոյեկտ, քան օրինակ Firebird-ն է, չգիտեմ։ Ու 300 միլիոնը փոքր գումար չի։ Խնդրեմ։ Լավ, Firebird-ին հերթագակ խոսենք, նաև թե ինքնին ճնշում է դնելու էներգետիկ համակարգի վրա, նաև ձեր հետ, որտեղ դուք Firebird-ի անունը տվեցիք։ Հիմա խնդիրը, որտեղ հասկանում եք, ինչ մասն է խոսքը գնում Firebird-ը ինչքանով ազդելու մեր տնտեսության վրա, ինքը հասանելիություն է տալու, բայց արդյոք game changer-ը լինելու, ինչ ճնշում է բերելու էներգետիկ համակարգի վրա, սակագների վրա ոնց է ազդելու, ատոմակայանի խնդիրներն ոնց է լինելու, ակտիվ եւ ռեակտիվ հոսանքները արևային կայանի գեներացված։ Ես կարծում եմ, որ լավ խնդիր է, էլի լուծելու։ Քնես բարդ խնդիր է, էլի, այսինքն հա, էլի։ Այսինքն քանի չենք լուծել, դեռ չգիտենք ինչա։ Հիմա տեսեք, 24 թվականին, եթե չեմ սխալվում, մեր սաղաճը 3.5, 4, հա, այդքան էլ չէր ասում։ 24-ին 4-ից ցածր ենք եղել։ Այդ եմ ասում, այսինքն բանկերը կրկնակի ավելի թանկ են եղել, բանկային ծառայությունները կրկնակի ավելի թանկ են, քան թե մնացած ամեն ինչը։ Այդ այն դեպքում, երբ կենտրոնական բանկը գալիս եւ ասում էր, եկեք վերջ կանխիկից հրաժարվում ենք, սաղին համարյա ուժով տանում էին բանկային համակարգ եւ դա արդարացնում էին նրանով, որ բանկային ծառայությունների գումարը կընկնի։ Բայց 7% կրկնակի ավելի մեծ է եղել աճը, կൂട്ടակային աճը, մենակ 24-ով չէ։ Okay, աճը գնաճը համատում եք ընդհանուր կൂട്ടակային աճի հետ։ Ես լավ, եկեք նույն լեզվով խոսենք, լավ, 24-ի աճը ինչքան ա եղել, որ ես համեմատեմ ներկայացված, ուրեմն Վիժկոմի ներկայացված սաղաճին, այս լավ, այդ մի խնդիր է։ Հիմա լավ, իրական տնտեսական ֆինանսավորման մասին այս մենակ Firebird-ի օրինակն է, բայց ուրիշ խնդիր է։ Եկեք ընդունենք, չէ, այդ բերեցիք, բայց եկեք ընդունենք մի բան, լավ։ Այսօր մենք ունենք հսկայական ներդրում բանկերի կողմից տեղաբաշխում սպառողական վարկերի մեջ, սպառողական վարկերը տեսնում եք ինչ վիճակում է, ասկան գոնե կենտրոնական բանկի տրամադրած տվյալներով, որ ես խնդրել էի, հոկտեմբերի 1-ի դրությամբ կես տրիլիոնից ավել մայրգումար տոկոս տուժտուգանքներ, ասկան իրանք տալիս են սպառողական վարկեր, բնակչությունը 300,000-ից ավել մարդ, այսինքն չափահաս անձանցից երևի 6-ից 1-ը,
ունի սպառողական չգործող վարկ, անուսալի վարկ։ Մնացած սաղ սպառողական վարկերի մեջ են։ Զգալի մասը դա գալիս է խաղատներից իհարկե, այդ էլ ենք հասկանում։ Հիմա դա թողած մենք մյուսը հիպոթեկային խնդիր, եթե երկրորդ, երրորդ բնականը լինի, դեռ կհամաձայնվեի, որ դա ներդրում է, բայց մեծամասնությունը առաջի բնակարանն է, այսինքն նույնիսկ եթե կես-կես անենք, մեկը կստացի, որ բանկային պորտֆելի զգալի մասը գնում է սպառման ֆինանսավորման վրա, մեր ֆինանսական հատվածը եւ իրական հատված իրար հետ չեն խոսում։ Հիմա կենտրոնական բանկը ինչ դրան էլ հիմա եկեք ավելացնենք նաեւ կենսաթոշակային հիմնադրամ ֆոնդերը ներողություն եմ խնդրում։ Հիմա այս հարցը վստահ է, որ մտահոգում է կենտրոնական բանկին, չի կարող չմտահոգի։ Ինձ հետաքրքիր է կոնկրետ ինչ որ քաղաքականություն իրականացվելու է իրավիճակը փոխելու համար։ Շնորհակալություն։ Եվ նաեւ այս risk based supervision-ը իհարկե լավ որ ասիկ, բայց ես հիշում եմ 97, 98-ից սկսած կենտրոնական բանկում մի հատ IMF-ը ռեզիդենտ ներկայացուցիչ ուներ։ Կանադացիներ, անունը չեմ հիշում, մի հատ էլ ամերիկացիները իրան հիշում եմ, Cliff Ruder-էր, բանից էին, Bearing Point-ից էին, այսինքն այդ երկար գալիս է եւ շատ լավ է, որ քիչ-քիչ աճում ամեն ինչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ինչ վերաբերում է վարկային պորտֆելին, բնականաբար ժամանակի ընթացքում ես չգիտեմ, էլի, ես օրինակ կնախընտրեի, որ երկրում կարևորագույն պրոյեկտները, որոնք որ իրականացվում են, ոչ թե լինեին բանկային վարկի ֆինանսավորման, այլ լինեին կապիտալի շուկայի ֆինանսավորման։ Այսինքն, այդտեղ կապիտալի շուկայի զարգացման հայեցակարգ կա կառավարության կողմից, որին մենք պիտի օժանդակենք ակնհայտորեն ու կբերենք նոր մոտեցումներ ժամանակի ընթացքում, այնց որ բանկերը որպես կանոն ինձնից լավ գիտեք Ամերիկայում, չէ՞, իրանք չեն ֆինանսավորում մեծ պրոյեկտներ, իրանք ֆինանսավորում են շրջանառու միջոցներ։ Հիմա այդ ընտրության հարց է, ու Ամերիկայում էլ բանկերի պորտֆելները որ նայեք, համոզված եմ կտեսնեք, որ սպառողական վարկերը, հիպոթեկային վարկերը իրանք էական դոմինանտ դեր ունեն, որտեղ այնտեղ կապիտալի շուկան զարգացած է։ Կոնտինենտալ Եվրոպան ուրիշ է, այո, միանշանակ։ Կոնտինենտալ civil code-ով ենք աշխատում։ Այո։ Եվ տրամաբանությունն են անում, որ civil code պետք է տենց էլ գործի։ Հիմա ինչ վերաբերում է բիզնես վարկերին, ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ իրական հատվածը տնտեսության ինչքան կարողանա գեներացնել նորմալ որակյալ պրոյեկտներ, այնքան ֆինանսավորում կստանա թե բանկերից, թե ներբաներից, կենսաթոշակայիններից, որտեղ գումարներ կան։ Ես այն օրը Firebird-ի միջոցառման ժամանակ էլ գոլեգաներին ասացի, որ ինչքան լավ պրոյեկտներ լինեն, այդքան ֆինանսավորում երկրում կա։ Բարեբախտաբար մենք եկել հասել ենք մի կետի, որտեղ որ բուֆերները ու խելամիտ քաղաքականությունը այնց են զուգորդվել, որ մենք ունենք այդ հնարավորությունը։ Այսինքն ստիպված չենք լինելու անընդհատ գնալ դրսից ինչ որ միջոցներ ներգրավել, արդեն ունենք ներսում կենտրոնացված լոկալ ռեսուրս, որը կարա տնտեսության զարգացմանը ծառայի։ Այդտեղ ուղղակի անխաչտնից լավ գիտեք խորքային խնդիրներ կան, իրական հատվածի որոշակի ավելի էֆեկտիվ աշխատելու հարցեր ունենք։ Թափանցիկություն, կորպորատիվ կառավարում, ռեյտինգներ, աուդիտ անցնել եւ այլն։ Հիգիենայի պայմաններ, որը ցիվիլ բիզնեսի մասին է խոսում։ Այն բիզնեսները, որոնք որ այդ տիպի բաներն են, ես շատ զարմացած եմ, ես վերջերս նայում եմ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման բաները։ Հա, բայց ես նայել եմ անհատական մակարդակով, այսինքն վարկ, բնականաբար։ Ես տեսա, որ կա զգալի մաս ՓՄԶ-ների, միջին ավելի շուտ ոչ թե փոքր, ովքեր որ 11%-ից սկսած վարկ ունեն։ Այն պարագայում, որ պետությունն է պարտքով փող վերցնում կամ բանկն է պարտքով փող վերցնում 10%-ին մոտ, բիզնեսները, որոնք որ լավն են, ստանում են 11-ից 12%-ով դրամային բիզնես վարկեր։ Կա իհարկե 19%-ով, բայց այդտեղ որակի հարց է։ Ու դրա համար մեր այս վերջին ծրագիրը, որը որ մենք հիմա իրականացնում ենք, ուղղվածա լինելու լավերին օժանդակելու, այսինքն այն ՓՄԶ-ները, որոնք որ նորմալ հարկերը վճարել են, նորմալ վարկերը մարել են, մենք բանկերի հետ ունենք պայմանավորվածություն, որ այդ ՓՄԶ-ների վարկային միջոցների որոշակի էժանացում տեղի ունենալու։ Այս պայդրությամբ մեր գնահատականով 1-ից 1.5%, որը էական է։ Վարկի տոկոսադրույքի 1.5-ից 1.5% նվազում։ 500 հոգի աշխատող չունի։ Փնա պրոբլեմը, 500 հոգի Հայաստանի համար կատաստրոֆա, պետք է վերանայել եւ իջացնել։
Հիմա փորձում ենք, որովհետև տարբեր միջազգային որտեղ M-ի վրա դա գործում է, P-ի վրա չի գործում։ Դա հիմա փորձում ենք ունիֆիկացնել նաև P-ի սահմանումը, որովհետև բանկերի մոտ մի սահմանում է, միջազգային կազմակերպությունների մոտ այլ սահմանում է, օրենքով այլ սահմանում է։ Ես միանշանակ կողմ եմ այդ Ունենք էլ ինչ որ ունենք։ այո, սահմանման հետ մեր խնդիրներին եւ ոչ միայն ՓՄԶ-ի մասով, մենք մնացած մասով էլ ըստ երևույթին, բայց եւ որքանով նաև տեղյակ եմ արդարադատության նախարարությունը արդեն իսկ աշխատում է նման նախագծի վրա, որպեսզի հստակեցնի ընկերությունների եւ այս մասով մի հարց էլ ճիշտ ասած պարոն Գալստյան, այնց խրթին հարց պիտի տամ էլի բանկերի վարկավորումը Համենայն դեպս իմ տեղեկությամբ հաշվի առնում նաև, այսինքն վարկառուի հետ ինքը ունի իր առանձին հարաբերությունները եւ չի հիմնվում միայն հայտարարագրված եկամուտների վրա, այսինքն բանկը ինքը իր հաշվարկներն է անում, ծանոթանում է բիզնեսի բոլոր, այսպես ասած, այդ թվում պետությունից փակ մասերին եւ ըստ դրա գնահատում եւ վարկավորումը, որը ըստ իս վարկավորման տոկոսադրույքը կարող է ես սխալվում եմ, բայց ավտոմատ նաեւ մեզ համար է դառնում այդ բեռ այդ տոկոսադրույքը, որովհետև եթե դու գնահատում ես դա ոչ սպիտակ եկամուտ, այսինքն մարդու սև եկամուտը հաշվի առնելով նույնպես վարկավորում ես, հետևաբար ռիսկայնությունը ավելի բարձր է, հետևաբար տոկոսադրույքը ավելի բարձր է, եւ դա ընդհանուր կարելի ասել բոլորիս վրա մի քիչ նստում է, այդ թվում սպիտակ եկամուտով աշխատող կազմակերպությունների եւ մարդկանց վրա։ Ինձ հետաքրքիր է այս մասով ինչ միջազգային փորձը ինչ է մեզ հուշում, արդյոք բանկային համակարգերը չպիտի